Բարեձեզ շանթիեթերը շարունակում է հորիզոնը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ազգային ժողովի նախագահ Հալեն Սիմոնյանը, հանրապետության նախագահը, ամենայն հայոց կաթողիկոսը եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ շնորհավորական ուղերձներ են հղել մարտի 8-ի կանանց միջազգային օրվա առիթով։ Այսօրը Հայաստանում գարնան ավետաբեր է, մարտի 8-ին մեր երկիրը հեղեղում է ծաղիկներով ու տոնական տրամադրությամբ։ Կանանց ուղղված շնորհավորական ուղերձն այսպես է սկսել Հայաստանի վարչապետը։ Փաշինյանի խոսքով մեզանում մարտի 8-ի նշանակությունը մեծանում է նաև նրանով, որ կանայք Հայաստանի Հանրապետության բնակչության մեծամասնությունն են, եւ հետեւաբար կանանց ներուժի լիարժեք ներառումը մեր պետության զարգացման կարևորագույն գրավականն է։ Վարչապետը նկատում է մեր երկրում կանանց ներգրավվածությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում տեսանելիորեն մեծանում է։ Սա ինքնին դրական գործընթաց է, բայց այս երևույթի խորքային վերլուծությունն առաջ է բերում մի շարք անհանգստություններ եւ մարտահրավերներ։ Տղաների շրջանում որոշ ենթամշակույթների մի քանի տասնամյակի հետևողական ներդրման հետևանքով աղջիկները դարձել են առավել կենտրոնացված կրթության եւ աշխատանքի վրա, ձեռք բերելով մրցակցային առավելություններ եւ առաջիկայում կանանց մրցակցային առավելություններն ավելի են ընդգծվելու։ Բայց կանանց ներուժի ներգրավումը որպես մեր պետության զարգացման կարևորագույն գործոն իրապես արդյունավետ կլինի, եթե տղամարդիկ նույնպես լիարժեք ներգրավված ու մրցունակ լինեն եւ ընթացիկ պրոցեսներն ահազանգ են բոլորիս, այդ թվում մայրերին ու հայրերին, որ մենք տղաների կրթության ու մրցակցայնության հարցերին նույնպես մեծ ուշադրություն դարձնենք, հակառակ դեպքում կստացվի, որ մենք մեր ներուժը կրկին լիարժեք չենք օգտագործում։ Հանրային տնտեսական կյանքում կանանց ակտիվացումը Փաշինյանի գնահատմամբ իր հետ բերում է մեկ այլ մարտահրավեր։ Երեխա ունենալու համար նրանք կարող են ավելի ու ավելի քիչ ժամանակ ունենալ, եւ դա նույնպես խնդիր է, որը պիտի լինի կառավարության ուշադրության եւ խորհրդածությունների կենտրոնում։ Վարչապետի խոսքով մարտի 8-ը պետք է նաեւ հանրային համերաշխության օր լինի, եւ ավելի ու ավելի է դառնում այդպիսին։ Սեռային մրցակցության կամ պայքարի կամ գերակայության մշակույթը հին է եւ անկենսունակ, հարգանքը, գնահատանքը, ստեղծարար ջանքերի, կրթության ու աշխատանքի քաջալերումն ավելի ու ավելի են գծվում մեր կանանց ու տղամարդկանց հարաբերություններում եւ սա քաջալերող է։ Հենց այս հենքի վրա պետք է կառուցվեն մեր հանրային հարաբերությունները։ Ի վերջո մարտի 8-ի ծաղիկներից անդին հայրենիք պետությունն է, որը պիտի նույնքան ծաղկուն լինի, որքան մարտի 8-ը։ Կրկին շնորհավորում եմ մեր բոլոր տատիկներին, մայրիկներին, քույրերին ու դուստրերին մարտի 8-ի առիթով։ Ազգային ժողովի նախագահ Հալեն Սիմոնյանը կանանց շնորհավորելով նշել է, որ նրանց հանդեպ այսօրը խորին հարգանք ու երախտագիտություն արտահայտելու լավ հնարավորություն է։ Մեր իշխանությունը հաստատակամ է շարունակել աշխատել հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ, որպեսզի յուրաքանչյուր կին կարողանա իրացնել իր ամբողջ ներուժը առանց խոչընդոտների եւ սահմանափակումների։ Խոնարհումս եւ հարգանքիս խոսքերն եմ հղում հայրենիքի համար իրենց կյանքը տված մեր զինվորների մայրերին, կանանց, դուստրերին ու քույրերին։ Սիրելի կանայք, կրկին շնորհավորելով գարնանային այս պայծառ տոնի առթիվ մաղթում եմ ձեզ ջերմություն, երջանկություն եւ անկոտրում կամք ձեր բոլոր նախաձեռնություններում։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը ջերմորեն շնորհավորելով կանանց միջազգային այսօրվա կապակցությամբ ընդգծել է հասարակությունում կանանց հավասար հնարավորությունների ապահովման եւ իրավունքների պաշտպանության կարեւորությունը։ Մեր քաղաքակրթության ողջ պատմության ընթացքում հայկինը եղել է մեր ազգային արժեհամակարգի, մշակութային ժառանգության եւ ընտանեկան միասնության երաշխավորը։ Այսօր նոր ու տարաբնույթ մարտահրավերների պայմաններում մեր կանայք շարունակում է լինել Հայաստանի զարգացման շարժիչ ուժը։ Սիրելի կանայք, մայրեր, քույրեր եւ դուստրեր, կրկին շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ եւ մաղթում երջանկություն, շարունակական հաջողություններ, ընտանեկան սեր ու ջերմություն եւ խաղաղություն։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը եւս կանանց ու աղջիկներին ուղղված իր շնորհավորական ուղերձում կարևորել է հավասար հնարավորություններ ու ազատություն ունենալը։ Մարտի 8-ը պարզապես տոն չէ, այլ նաև օր, որը հիշեցնում է, թե որքան կարևոր է, որ բոլորն ունենան հավասար հնարավորություններ ու ազատություն ընտրելու իրենց ուղին։ Ցանկանում եմ, որ այսօրը լինի ուրախ, լի ուշադրությամբ ու ջերմությամբ։ Թող ձեր ձայնը միշտ լսելի լինի, ձեր ընտրությունները հարգված, իսկ օրերը լեցուն հաջողություններով։ Շնորհավոր ձեր տոնը։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ն իր շնորհավորական ուղերձում նշել է, որ Մայրաթոր Սուրբ Էջմիածնից հայրապետական իրենց օրհնությունն են բերում տիկնանց եւ օրիորդներին՝ ի հայրենիս եւ իսփյուրս։ Կաթողիկոսն ասել է, որ այսօր, երբ մեր երկիրն ու ժողովուրդը ծանր մարտահրավերների առջև են, հայրական հորդորն է, որ կանայք նույն հոգատարությամբ ու նախանձախնդրությամբ շարունակեն սրբազան արժեքներով ու ավանդներով սնել ու կրթել ազգի զավակներին, նրանց սրտերում սերմանելով սերն ու նվիրումը առ Աստված, առ հայրենին եւ Սուրբ Եկեղեցին։ Աղոթք ենք բարձրացնում առ Փրկիչ մեր Տերը, որ օրհնի ձեզ, սիրելի տիկնակ եւ օրիորդներ, հաստատուն ու աներեր պահի ձեր հավատքն ու հայրենասիրությունը, պարգևի երջանկություն եւ նորանոր ձեռքբերումներ անձնական կյանքում եւ բոլոր բարի գործերում։ Խաղաղություն, բարօրություն ձեզ եւ ձեր ընտանիքներին, մեր հայրենիքին եւ համայն ժողովրդին, իսփյուրս աշխարհի։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի սերն ու շնորհները թող միշտ լինեն ձեզ հետ եւ ամենքի։ Ամեն։
Շանթ հեռուստաընկերություն, Հորիզոն։ 2016 թվականի Ավրորա մրցանակաբաշխության եզրափակչի մասնակից պակիստանցի հայտնի իրավապաշտպան Սաիդա Ղուլամ Ֆաթիման հայտարարել է, որ մտադիր է մեկնել Բաքու անձամբ ներկա գտնվելու Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությանը։ Armenpress-ի հաղորդմամբ հայտարարությունը տարածվել է Free Armenian Prisoners X-ի միկրոբլոգում։ Հեշտ է դատապարտել անարդարությունը հեռվից, բայց իրական փոփոխությունը գործողություն է պահանջում։ Ահա թե ինչու ես որոշեցի մեկնել Բաքու ներկա գտնվելու Ռուբեն Վարդանյանի դատավարությանը։ Խնդրում եմ միացեք ինձ համերաշխության դրսևորման մեջ, եթե կարող եք, գրել է Ֆաթիման։ Շարունակվում են զինված բախումները Սիրիայի հյուսիս-արևմուտքում, կառավարական ուժերը երկրորդ օրն է փորձում են ճնշել այնտեղ բռնկված ապստամբության փորձը։ Թեմայի շուրջ գործընկերս Արտակ Հովհաննիսյանը զրուցել է Արտյոմ Երկանյանի հետ։ Ապստամբությունը նախաձեռնել են Ասադի կողմնակիցները, Ալևի համայնքը ներկայացնող զինվորականներ են, հիշեցնեմ, զինված ուժերի էլիտան Սիրիայում Ասադի օրոք միշտ ալևիներից է բաղկացած եղել եւ ամենաշատը հենց այս համայնքն է տուժել թուրքամետ ուժերի իշխանության գալու արդյունքում։ Եվ ահա ալևիների այդ զինված խմբերը սպանել էին 3 առաջին օրը 13 ոստիկանի եւ հատուկ ծառայության աշխատակցի, ինչից արդեն հետևեցին ավելի ակտիվ բախումները։ Եվ այդ ալիքը ճնշելու համար Դամասկոսից Լատակիայի եւ հարևան շրջաններ իշխանությունները ուղարկել են ավելի քան 15000 զինվորական։ Երեկ եւ այսօր լուրջ մարտեր են տեղի ունեցել երկրի հյուսիս-արևելյան հատվածի մի շարք քաղաքներում եւ արվարձաններում։ Եվ տեղեկություններ կան այն մասին, որ կառավարամետ ուժերը մտնելով քաղաքներ եւ բնակավայրեր սպանում են նաեւ խաղաղ բնակիչների, ովքեր աջակցում են Ասադին եւ ալևիների համայնքին են պատկանում։ Երկու կողմերից զոհվածների թիվը 100-ի է մոտենում։ Կառավարամետ ուժերը, ոնց հասկանում եմ, այսօր արդեն վերահսկողության տակ են առել Լատակյան, Տարտուսը եւ Ջեբլան, այդ 3 քաղաքները ապստամբության կենտրոնն են եղել, սակայն Ասադին հավատարիմ ալևիական ուժերը շարունակում են վերահսկել այդ քաղաքների արվարձանները եւ գյուղաբնակ շրջանները։ Մի մեծ խումբ Ասադի կողմնակիցների թուրքամետ կառավարական ուժերը կարողացել են մեկուսացնել, գերեվարել եւ նրանց թվում է նաեւ ապստամբության առաջնորդներից մեկը Գիաս Սուլեյմանը։ Թուրքական մամուլը գրում է, որ հնարավոր է այս ամենի, այս ակտիվության ետևում լինի կանգնած Թեհրանը։ Եթե դա այդպես է, պետք է սա ամենը մեկնաբանենք, որպես Թեհրանի կողմից առաջին հերթին Անկարային ուղղված ինչ-որ ազդակ, ինչ-որ զգուշացում, ակնհայտ է, որ Թեհրանը բազմաթիվ հարցեր ունի վերջերս Անկարային ուղղված եւ միգուցե այս հարցերի ձևակերպման մեթոդեր այս ակտիվացմանը Թեհրանի կողմից աջակցելը։ Արդյոք հայտնի է, որ թվարկածած շրջաններում հայերել կան, նրանց վիճակը ինչպիսին է։ Այո, Լատակիայում հայերը քիչ չեն, իսկ այդ քաղաքը այդ զինված բախումների կենտրոններից մեկն է, 3 քաղաքի կենտրոնում էին անգամ զինված բախումներ տեղի ունենում։ Մինչ վերջերս Լատակյան հայերի համար Սիրիայի ամենահանգիստ տեղն էր, եւ երբ Հալեպում բախումներ էին, հայերը Հալեպից հենց Լատակիա էին տեղափոխվում։ Այժմ հակառակ իրավիճակ է, Լատակիայից շատերը մեր հայրենակիցներից ցանկանում են տեղափոխվել այլ շրջաններ, բայց դա շատ վտանգավոր է, քանի որ ճանապարհները եւս փաստորեն ոնց հասկանում եմ փակ են։ Համայնքային կառույցները դիմել են Լատակիայում ապրող հայերին, կոչ անելով իրենց դուրս չգալ տներից եւ սնունդով պաշարները ապահովել։ Եկեղեցին եւ դպրոցը արդեն 3 օր է ինչ չեն գործում։ Համայնքային կառույցները ստեղծել են աջակցության շտաբ, որում կան բժիշկներ եւ կամավորներ, անհրաժեշտության դեպքում մեր հայրենակիցները կապ են պահպանում, կապ են հաստատում այդ շտաբի մեր հայրենակիցների հետ։
Կառավարամետ ուժերն են վերահսկում քաղաքը, բայց Լատակիայի հայերը շատ լավ գիտեն, որ իրականում դա հենց այն թուրքամետ զինյալ խմբավորումների ներկայացուցիչներն էին, ովքեր 14 թվականի մարտին գրավել էին Քեսաբը եւ այնտեղ հայերի ջարդ էին իրականացրել։ Ջեփհատ Ասնուստրա խմբավորումը Քեսաբում 7 հայեր սպանել, մի քանի տասնյակ հայերին պատկանող տներ եւ խանութներ էր ոչնչացրել, եկեղեցիներ վնասել, համայնքային կենտրոններ հրկիզել։ Այսինքն հայերը հիշում են այդ մարդկանց, այդ կազմակերպությանը եւ ոչ մի լավ բան այդ մարդկանցից իհարկե չեն սպասում։ Այսօր ցերեկը տեղեկություն եկավ առայժմ չստուգված այն մասին, որ Թուրքիայի սահմանը հատել են մի քանի 100 ռազմական զինվորական մեքենա եւ Թուրքիան զորք է մտցնում նաեւ Հալեպի եւ Իդլիբի նահանգ։ Եթե այս տեղեկությունը հաստատվի, կարծում եմ հայերի մոտ դա նույնպես հազիվ թե լավատեսություն առաջացնի։ Արտյոմ, իսկ Սիրիայի մյուս շրջաններում համեմատաբար կայուն է։ Տարբեր շրջաններում տարբերպես ակտիվություն է, բռնկումներ են տեղի ունենում, հյուսիսում նույնպես ուր քրդեր են ապրում, իդեպ ալևիները դիմել են քրդերին եւ դրուզերին աջակցություն ակնկալելով, այդ թվում նաեւ զինված աջակցություն, բայց իհարկե ամեն համայնք իր մասին է մտածում այն բանից հետո, երբ քրդական ջոկատներից մի քանիսը հրաժարվեցին կատարել Աբդուլլա Օջալանի կոչը եւ զենքը վայր չդրեցին, թուրքական ուժերը սկսեցին նոր արշավ քրդերի դեմ։ Արդեն մի քանի օր է, ինչ թուրքական ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարված են հասցնում քրդերի հանգրվանների ուղղությամբ։ Վերջին շաբաթների ընթացքում 26 քուրդ է սպանվել թուրք զինվորականների կողմից։ Իր հերթին Իսրայելն է շարունակում հարված հասցնել արդեն երկրի հարավ արևմտյան շրջանում։ Իսրայելի պաշտպանության նախարարը ասել է, որ եթե դրուզների համայնքը աջակցության կարիք ունենա, Իսրայելը այդ կարիքը իրենց կցուցաբերի։ Այսինքն արդեն մի քանի օր է, ինչ Սիրիայի տարբեր շրջաններում է բավական լուրջ լարվածություն, ինչը վկայում է այն մասին, որ թուրքական սցենարը կարծես թե չի գործում։ Շնորհակալություն, Արտյոմ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վստահ չէ Ռուսաստանի հետ հակամարտությունը դադարեցնելու Կիևի պատրաստակամության մեջ եւ սպառնացել է դադարեցնել Ուկրաինային օգնությունը։ Ես չգիտեմ, թե արդյոք նրանք ցանկանում են լուծել խնդիրը։ Եթե պարզվի, որ նրանք չեն ցանկանում, ապա մենք այլևս չենք ներգրավվի, ասել է նա լրագրողներին Սպիտակ տանը քննարկելով, թե արդյոք կշարունակի աջակցել Կիևին։ Միևնույն ժամանակ Թրամփը դեռևս ենթադրում է, որ ի վերջո կկարողանա լուծում գտնել ուկրաինական ճգնաժամի համար։ Կարծում եմ, վերջում մենք ամեն ինչ կլուծենք, հավելել է Միացյալ Նահանգների նախագահը։ Արգենտինայի հարավում տեղատարապ անձրևները դարձել են հեղեղների պատճառ Բուենոս Այրես նահանգի Բայա Բլանկա քաղաքում ջրհեղեղի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել, ավելի քան 1000-ը տարհանվել։ Հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը կաթվածահար է արել երթևեկությունը։ Քաղաքի փողոցները վերածվել են հորդահոս գետերի, ցեխաջրերի ուժեղ հոսքը քշում տանում է մեքենաներն ու մոտոցիկլետները։ Քաղաքի մեծ մասը մնացել է առանց էլեկտրականության, փակվել են դպրոցներն ու օդանավակայանը, հետաձգվել են բոլոր միջոցառումները։ Տեղի իշխանությունների համաձայն տուժած բնակավայրերում տեղումների քանակը կազմել է 300 մմ, այնինչ քաղաքում տեղումների քանակը ամբողջ տարի կազմում է 600-ից 650 մմ։ Նահանգային եւ դաշնային ուժեր են բերվել օգնելու հաղթահարել բնական աղետի հետևանքները։ Այսօր առավոտյան ժամը 9:26-ին Սպիտակ քաղաքից 6 կիլոմետր հյուսիս-արևելք օջախի 10 կիլոմետր խորությամբ 4.6 մագնիտուդով երկրաշարժ է արձանագրվել։ Էպիկենտրոնային գոտում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6-ից 7 բալ։ Երկրաշարժին հաջորդել են հետցնցումներ, որը բնական է։ Մասնավորապես այս պահի դրությամբ արձանագրվել է 45 հետցնցում, որոնցից ամենաուժեղը 3.2 մագնիտուդով գրանցվել է Սպիտակից 9 կիլոմետր հյուսիս։ Հետցնցումը զգացվել է Սպիտակ, Ստեփանավան եւ Վանաձոր քաղաքներում 2-ից 3 բալ ուժգնությամբ։
Հետցնցումային ակտիվությունը որոշ ժամանակ կշարունակվի, որի ընթացքում հնարավոր են տեղի ունենա թույլ եւ միջին ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություններ, որոնք կարող են զգացվել բնակավայրերում բնակչության կողմից։ Հորդորում ենք խուճապի չմատնվել, պահպանել հանգստություն եւ հետեւել պաշտոնական հաղորդագրություններին, ասվում է ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում։ Իդեպ այս պահի տվյալներով Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն Գյումրի եւ Արթիկ քաղաքներից ստացվել է 2 ահազանգ։ Գյումրիում ըստ նախնական տվյալների փլուզվել է վթարային տան երկշերտ պատի արտաքին շերտը մոտ 2 քառակուսի մետր։ Արթիկում ըստ նախնական տվյալների շենքերից մեկի 5-րդ հարկից ընկել է 2 քար։ Փրկարարները հեռացրել են թուլացած եւս 2 քար։ Այս պահի դրությամբ տուժածներ չկան, փլուզումների երկրաշարժի հետ կապված լինելու հանգամանքները ճշտվում են։ Facebook-ի իր էջում գրել է ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ Այսքանը կհանդիպենք ժամը 18-ին առայժմ։